I've been thinking about myself today. Քանի կարապ կա? 11, այո, 11 կարապ։ Տեսեք, արդեն մոռացել եք, դրա համար երբեմն պիտի էլի թերթենք մեր կարդացած գրքերը, որպեսզի չմոռանանք այն ինչ որ կարդացել ենք։ Վայրի կարապը հեքիաթում։ Հեքիաթի հեղինակներ Հանս Քրիստիան Անդերսեն։ Հաջորդը իրականում ովքեր էին կարապները ու քաղաքավորի ինչ են։ Երեխաները։ Իսկ ավելի կոնկրետ որդիները, այո, շատ ապրեք։ Հաջորդը ինչ էր կարապների քրոջ անունը։ Ասա։ Ոչ մեկ չի հիշում։ Ասել, որ 4 տառ էր եւ վերջին տառը Զ էր։ Չէ, ուրիշ հեքիաթ գնացի։ Չէ։ Լավ, թողնենք հետ կգանք, հա։ Այդ թողնենք հետ կգանք։ 6-րդ եղբայրներին փրկելու համար ինչի՞ց էր հագուստ կարում նրանց քույրը։ Ինչ է։ Հա։ Ինչի՞ց էր կարում։ Ասա, ապրես, եղինջից։ Համարձակ երեխեք։ Հաջորդը ամբողջացրեք հեքիաթի վերնագիրը։ Ինչ մոլուքը։ Հաջորդը ինչ էր Հենզելի քրոջ անունը։ Ուր տարան Հենզելին ու Գրետելին նրանց հայրն ու խորթ մայրը։ Ապրեք։ Ինչ ծաղիկի մասին հեքիաթներ։ Եդեմական։ Այս կոնկրետ էստեղ եդեմականի, որովհետև տեսեք, արդեն մենք տառ ունենք, սկսվում է որ տառով։ Ուրեմն սա եդեմական ծաղիկի մասին էր։ Եվ սրա նման էլ ինչ ծաղիկ, նման էին իրար այս հեքիաթները։ Քանի անդամ կար արջերի մասին հեքիաթում, ընտանիքը կազմված է 3 անդամից։ Շատ լավ, մայր արջը գայլերին պատժելու համար ինչի մեծ կտոր գցեց ձորը։ Չէ, 3 տառ է, հիշում եք ասում է ժայռից պոկեց մի մեծ, ինչի կտոր։ Քարի կտոր, այո։ Հաջորդը, ով է կրնատ աղջիկը հեքիաթի հեղինակը, անունը։ Ասա։ Անունը կլինի։ Հովհաննես։ Տառերով ասեք, տեսնեմ հիշում եք ոնց է գրում։ Նորից ասեք։ Շատ ապրել։ Ճամփորդները հեքիաթի հերոսներից։ Հիմա նայեք 14-ը, տեսեք, քանի տառ է, 5 տառ է, եւ նախավերջին որ ասա, ինչ էիր ասում, շունը, աղվեսը էլով կար։ Ապրես, Սանյա, շատ ապրես։ Չէիք հիշում դուք։ Ես կարդացել եմ։ Այստեղ մնաց, տեսեք, մեր կարապների քրոջ անունը չհիշեցիք։ Սկսվում է։ Չէ, էլները մի խաղի։ Հա, Զ-ով էլ վերջանում էր, այո, Իզ։ Էլիս։ Ապրես Էլիկ, Էլիս, ես գիտեի, որ գոնե մեկըդ կհիշեք։ Էլիս, շատ ապրեք։ Ուրեմն համարենք, որ այսպես մի փոքր ամփոփում արեցինք ձեր
որ ես ասեմ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։ Գալիս է մի հովիվ, ասում են, թագավորն ապրած կենա, իմ հերը միատ չի բուխ ուներ, դագանակ ուներ, այնքան երկար էր, որ ստեղից գծում էր, աստղերը խառնում էր։ Կպատաղի, իմ հերն էլ միատ չի բուխ ուներ, որ եթե ուզում էր ծխել, մի ծայրը բերանն էր դնում, մի ծայրը լարեգակից վարում։ Գլուխը քորելով դուրս է գալիս։ Գալիս է մի դերձակ, ասում են, թագավոր ապրած կենա, ես պետք է վաղ գա, երեք շատ անձեր եկավ, կայծակ տվել երկինքը պատրվել, ես էլ գնացել էի կարկատելու։ Շատ ապրեց, բայց լավ չէի կարկատել, այսօր էլի անձրև եկավ։ Գալիս է մի աղքատ գյուղացի, այս թագավորն էլ ասում է, Այ մարդ, դու ես ինչի համար եկար։ թագավորն ապրած կենա, ինձ պարկ ես մի կատվածքի տուր։ Մի կոտոսկի, սուտ ես ասում, մեզ հետ մի կոտոսկի բազք չէ։ Դե որ շուտ եմ ասում, թագավորության կեսը տուր ինձ։ Չէ, ճշմարիտ է։ Դե որ ճշմարիտ է, մի կատվածքի տուր։ Հարուստ կամ աղքատ լինելը այդքան էլ կարևոր չէ, կարևորը գիտելիքն է։ Լացի լինի, նարամիր, այդ ժամանակ ամեն դժվարությունից դուրս գալու ելք կգտնի։ Հարոտը շանած, Խոտու պեշուտ մեծանաց, Շատ ապրեք, հաջորդ բեմական Հավանես Թումանյան։ Լինում է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում։ Այս աղքատ մարդը գնում է ձգնազի շալակատարը։ Օրական մի քանի ձուկ է աշխատում։ Դրանցով ապրում են ինքն ու կինը։ Մի օր ձգնազը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս է շալակատարին, որ պահի։ Արբահին։ Այս շալակատարը նայում է ձգանն ու միտք է անում։ Տեր Աստված, սա որ մեզ նման շուրջ կենդանի է, դու ասաս, այդ մեզ նման ծնող ընկեր ունի, ուրախություն կամ ցավ է զգում, աշխարհից բան է հասկանում, թե չէ։ Հենց այս բան ձուկը սկսում է լեզվատերը խոսել մարդուն հետ։ Լսի, մարդ աղբեր, ընկերներս հետ ես խաղում էի, գետի ալիքների մեջ ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուրկանը, հիմի ով գիտի իմ ծնողն ինձ որանում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես այդ տեսնում ես ինչպես եմ տանջվում, շունչս կտրվում է ջրից դուրս, ուզում եմ էլ ետ գնամ, ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ, էնպես եմ ուզում, եկ խեղճ կարի ազատ արա ինձ, բաց թող գնամ։ Շալակատարը մեղքը գալիս է, բաց է թողնում։ Գնա, սիրուն ձգնիկ, թող քո ծնողը չրացի, թող քո ընկերները չտխրեն, գնա խաղ արա նրանց հետ։ Թքնած սաստիկ բարկանում է շալակատարի վրա։ Տող, մամի, ես տուկ եմ տխրեն, նմանացա, Գնա, ոյ, դու շալակատար ես, գնա, ակտիչով, սամենները ակտիչևալ, դու շալակատար ես։ Շալակատարը սրխուտ գնում է տուն, ու մեկ էլ միտք է անում։ Բայ մա ես ուր գնամ, ինչ անեմ, ոնց ապրեմ, սովից մեռնել եմ։ Առաջ սիրում
մեկ է ձուկը սկսեց մարդու լեզվով խոսալ, մեկ սկսեց բաստուրվեցին, ձկնոսն էլ ինձ գործը ցելացեց։ Լսի բարեկամ, ես կովը վեկալ, կթի կշտացին, երեք տարի պահի, 3 տարի հետո գալու է, հարց եմ տալի, եթե պատասխանեցիք հարցիս, ուրեմն ես կովը ձերն է, եթե չէ ընգերի։ 3 տարի։ Մենք ո սովից մերմելու ենք, 3 տարի, հետո էլ մի դուրս կբարց, համաձայն եմ, վերցնում է ու գույնվում։ 3 տարի կթում ենք, ստանում են ու չեն են նկատում ոնց են 3 տարին անցավ։ Կան սերեշի նշանակած օրը։ Մարդուկնիկ մտածում են, թե ինչ պատասխան են տահրեշի։ Այ թե ինչ դուրս կգա, երբ մարդ հրեշի հետ գործ կբռնի, կամ հրեշին լավություն կընդունի։ Իրիկոնը միանալը երիտասարդ մարդ է իր աստուն թակում։ Բարի իրիկուն, ճամփորդ մարդ է, մութ նկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չեք ընդունի ձեր տան գիշեր։ Ինչի՞ չէ ճամփորդ աղբեր, հյուրն ասումն է, բայց այս գիշեր մեզ մոտ վտանգավոր է։ Հրեշից կով ենք վերցրել, բայց այն պայմանով, որ 3 տարի հետո գալու է հարցեր տա, թե պատասխանենք կովը մերն է, թե չպատասխանենք իր գերի։ Այն չկա, որտեղ դուք, այնտեղ էլ ես։ Այսպես 3 օր մնում եմ մեկել իրիկունը, հրեշ խավարի մեջ գալիս է ու դուրը դմտում։ Ով է։ Ես եմ հրեշն է, եկել եմ, որ եկել եմ, դե հարցս տվեք։ Ես էլ եմ եկել։ Որտեղից ես եկել։ Ծովի են ափից։ Ինչով ես եկել։ Կաղ մոծակը թանքել եմ, վրեն նստել եմ եկել։ Ուրեմն ծովը պստիկ է եղել։ Ինչ պստիկ, արծիվը մի ափից մյուս չի թռչի։ Ուրեմն արծիվը ջուտ է եղել։ Ինչ ջուտ։ Թևերի շվակը քաղաք է ծածկում։ Ուրեմն քաղաքը փոքր է եղել։ Ինչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուս չի հասնի։ Ուրեմն նապաստակը ձակ է եղել։ Ինչ ձակ, մարդին մի մարդու քուրկ դուրս կգա, գլխարկն ու տրեխներ ավի։ Ուրեմն մարդը թզուկ է եղել։ Ինչ թզուկ, ծնկան ծերին ակլորը ծուղրուղու կանչի, ձենը ակամբի չի հասնի։ Ուրեմն խուլ է եղել։ Ինչ խուլ, սարում պախեն խոտ պոտքի, նա կլսի։ Հրեշ տեսնում է, որ մարդուն ուժ կա, խավարի մեջ հեռանում։ Ես գնամ։ Չենք թող, Բարով մնացեք, ես պետք է գնամ։ չենք թողնի, որ չենք թողնի, դու որ մեզ փրկեցիր հրեշից, ասա ինչով ետ վճարենք քո արած լավությունը։ Չէ, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհ։ Գոնե անունդ ասա, եթե լավությունը գործի, չկարողանանք հեզ վճարենք, գոնե իմանանք ու մենք ողնելու։ Լավությունը արա թեկուզ ջուրը չի կոչում, ես հենց այն խոսող ծուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր։ Այս հեքիաթը մեզ սովորեցնում է բարություն կամ աջակցություն։ Ինչպես ասացված ասում, լավություն արա ջուրը գցիր։ Մի աշխարհ լավ գործերը հետ կվերածի։
հետ կգա։ Այսինքն քո հետ լավ գործերը հետ կվերադառնան։ Եվ հաջորդ մեր ներկայացուցիչ Հովհաննես Թումանյան։ Այս բառը մի օր այծը լինում է, չի լինում, մի տատիկ է լինում։ Այս տատիկ այծը կթում է, կաթը դնում է այծի մոտ, որ գնացախ հավաքի, կրականի կաթը էփի։ Մեկ էլ մի կողմից աղվես է գալիս, գլուխը կողում է կաթի մեջը ու խմում։ Այս բառը տեսնում է, կացին է կտրում է, պոչը կտրում է։ Կացին է կտրում է։ Ու ասում է։ Տատիկ, ոչ ուսուր կծեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինչ ասեն, ոչա դաղվեց, որտեղ էիս, գնա ինձ համար կատվեց, Գնում է կովի մոտ։ Կովի, կատվից, կատը տանեմ պարավին, պարավ ոչս տա կծեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինչ ասեն, ոչա դաղվեց, որտեղ էիս, Դե գնա ինձ համար խոտ։ Գնում է արտի մոտ։ Արտիկ, խոտ տուրին, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կացտա, կացը տանեմ պարավին տամ, պարավը ոչս տա, կծեմ գնամ ընկերներիս հասնեմ, որ ինչ ասեն, ոչա տավես, որտեղ էիս, Դե ուրեմն նա ինձ համար շուրջ էր։ Գնում է աղբյուրի մոտ։ աղբյուր, ջուր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կատ տա, կաթը տանեմ պարավին տամ, պարավ ոչս տա, կծեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինչ ասեն, ոչա դաղվեց, որտեղ էիս, Դե գնա ինձ համար կուժ բեր։ Գնում է աղջկա մոտ։ Աղջիկ, կուժ տուր ինձ, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պարավին տամ, պարավը ոչս տա, կծեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինչ ասեն, ոչա տաղվես, որտեղ էիս, Դե գնա ինձ համար ուլում բեր։ Գնում է չարչու մոտ։ Չարչի, ուլունք տուր, ուլունքը տանեմ աղջիկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ
հավի մոր։ Հավի թավի ձուզուրի ձուն տանեն չարչուն տան չարչին ինձ ուլուն տա ուլուն տանեմ աղջիկան տա աղջիկը ինձ ուժ տա ուժը տանեմ աղբյուրին տա աղբյուրը ինձ ջուր տա ջուրը տանեմ աղբին տա աղբը ինձ խոտ տա խոտը տանեմ կովին տա կովը ինձ կատ տա կատը տանեմ պարավին Պարավիստա կցուցեն իրան գեներից հասնեն, որի չասը կոչա տավես, որտեղ է, դե գնա ինձ համար չոր են բեր, գնում է կալվորի մոր։ Կալվոր, ծուրի, ուրը տանեմ հավին ծուրի, հավը Զունդանը չարչունտա, չարչին ինձ ուլունքտա, ուլունքը տանեմ աղջկանտա, աղջիկը ինձ ուշտա, ուժը տանեմ աղբյուրինտա, աղբյուրը ինձ ջուրտա, ջուրը տանեմ աղբինտա, աղբը ինձ խոտտա, խոտը տանեմ կովինտա, կովը Կաթը տանեմ, պարավը պոչիստա, կցեն գնամ ընկերներից է, որին չասեն, կոչա տավոս, որտեղ է, երկալ գնա պոչի հետևից։ Կալվորի մեղին գալիս է և բեբուր կուտ է գալիս։ Զուն տանում է չարչուն է տալիս, չարչուն ուլունք է տալիս, ուլունքը տանում է աղջկան է տալիս, աղջիկը ուժ է տալիս, ուժը տանում է աղբյուրին է տալիս, աղբյուրը ջուր է տալիս, ջուրը տանում է արտին է տալիս, արտը խոտ է տալիս, խոտը տանում է կովին է տալիս, կովը կաթ է տալիս, կաթն էլ տանում է պարավին է տալիս, պարավը պոչն է տալիս, կծմծում է, գնում է ընկերներին է հասնում։ Գողություն անելը լավ բան չէ, հեքիաթը սովորեցնում է ազնվություն և փողոքություն, ճիշտ է աղվեսը գողություն էր արել, բայց զղջած և պոչը ստանալու համար աղերսելով դեսուդեն էր եկել, նա հերոսներին օգնել, հերոսներն էլ իրեն։ Հետ համար թաղում են ուսի ճանապարհ, քոլավի։ Կոլավակելը այդես է միրքը, հա? Ասա։ Քոլավակելը այդես է միրքը։ Ապրին տղը, շատ հուսամ մյուս տարի դուք ավելի պիտի սիրեք ընթերցանությունը և պիտի դառնաք շատ ավելի գրագետ, որովհետև ինձ խոստացել եք, որ ամառվա ընթացքում շատ գրքեր եք կարդալու։ Այդպես չի։ Այո։ Կարդալու եք։ Այո։ Շատ